Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք սովորաբար քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն Հարավային Կովկասի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Սակայն հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նախընտրական քարոզարշավը, որոշել ենք առաջիկա մեր հաղորդումներում հնարավորություն տալ նախընտրական քարոզարշավի մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներին հանրությանը ներկայացնելու իրենց արտաքին քաղաքականության ծրագրային դրույթները եւ ըստ այդմ քննարկում ծավալելու։ Այսօրվա քննարկման համար սիրով հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագրի խմբակցության անդամ Մարիա Կարապետյանին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորական տեխնացու Սուրեն Սուրենյանցին։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար եւ սկզբի համար ես կառաջարկեմ, որ 5 րոպեվա շրջանակներում ներկայացնեք արտաքին քաղաքականության վերաբերյալ ձեր քաղաքական ուժերի ծրագրային հիմնական դրույթները։ Խնդրեմ Տիկին Կարապետյան, սկսենք ձեզանից։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պլանավորում է շարունակել որդեգրած հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, ինչը իրենից ենթադրում է բոլոր ոլորտներում մեր կախվածությունների մեղմացում եւ դիվերսիֆիկացում, կլինի դա ռազմական ոլորտում, ինչի հարցում արդեն իսկ որոշակի հաջողություններ ունենք գրանցած, նկատի ունեմ Հայաստանի համալրման ռազմամթերքի իմաստով, այդպես էլ նաեւ տնտեսական ոլորտում դիվերսիֆիկացիայի փափ հաղորդել, այսպես ձևակերպենք, եւ այստեղ կարեւոր է, որ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը մենք երևակայում ենք ոչ թե երկու բևեռների միջև հավասարակշռման գործողություն, այլ 360 աստիճան, այսինքն այստեղ մեզ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը համագործակցություններ ունենա շատ երկրների հետ, որպեսզի երկընտրանքների առջև չկանգնի եւ այդ բոլոր հարաբերություններում շատ երկրների հետ անհամաչափություններ թույլ չտա, եթե միտեղ կախվածությունը մեծանա, կարողանա այդ կախվածությունը մեղմել ոչ թե մեկ այլ բևեռի հետ ուժ գնացնելով համագործակցությունը, այլ այդ բոլոր դերակատարների հետ համամասնորեն փորձի ավելացնել համագործակցությունը, ուրեմն այդ չափից դուրս արդեն իսկ գոյություն ունեցող կամ ապագայում հնարավոր կախվածությունը մեղմելու համար։ Սա կարևոր է, հա, որ այսինքն մենք աշխարհը չենք պատկերացնում որպես երկընտրանք եւ Հայաստանին դնում մի փակուղում, որ պետք է այդ երկընտրանքներից ուրեմն ընտրություն կատարի։ Մեր արտաքին քաղաքականության կարևոր հարթություն է նաեւ մեր տարածաշրջանային քաղաքականությունները, այսինքն Հայաստանը պետք է ունենա չմիջնորդավորված եւ կարգավորված հարաբերություններ իր այն երկու հարևանների հետ, որոնց հետ մինչ այժմ չունի կարգավորված հարաբերություններ, Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ շարունակի խորացնել, ավելի լավացնել իր համագործակցությունը մյուս երկու հարևանների հետ, Վրաստանի եւ Իրանի։ Այստեղ առանցքային է բնականաբար խաղաղության գործընթացի շարունակումը։ Մենք օգոստոսի 8-ին հաստատել ենք խաղաղություն Հայաստանի շուրջ, որոշակի ճարտարապետության ներքո, դա Վաշինգտոնյան խաղաղության հռչակագիրն է եւ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, այսինքն մենք գնալու ենք խաղաղության պայմանագիրը ստորագրելու, վավերացնելու եւ խաղաղությունը այդպիսով նաեւ ինստիտուցիոնալիզացնելու ճանապարհով եւ այստեղ կարեւոր բաղադրիչ է նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Այս ուղղությամբ արդեն իսկ մենք տեսնում ենք, որ դեռևս ապագայի շուրջ ձևակերպված քաղաքական պայմանավորվածությունները, նկատի ունեմ այսօր արդեն ձեռք բերված պայմանավորվածությունը TRIP-ի տեսքով, որը հիմա իմպլեմենտացիայի փուլում է, արդեն իսկ թույլ է տվել, որպեսզի ապաշրջափակման առաջին արդյունքները մենք քաղենք, այսինքն մեր երկու հարևան երկրները, Ադրբեջանը եւ Թուրքիան, գոյություն ունեցող ենթակառուցվածքներով, որոնք անխուսափելիորեն անցնում են նախ Վրաստանով եւ հետո են գալիս Հայաստան, արդեն իսկ բացել է Հայաստանի համար եւ մենք նաեւ մատակարարումներ ունեցել ենք Ռուսաստանից։ Մի բան, որը նախկինում էլ հնարավոր կարող էր լինել, բայց չկար մի այնպիսի քաղաքական իրավիճակ Հարավային Կովկասում, որը դա կարող էր թույլ տալ, կամ Ղազախստանից, գիտեք, ցորենի ներկրումը։ Այս ուղղությամբ էլ մենք պլանավորում ենք շարունակել աշխատել, այսինքն ամբողջությամբ իմպլեմենտացնել TRIP նախագիծը եւ շարունակել նաեւ զբաղվել ենթակառուցվածքների բարելավման, որպեսզի Հարավային Կովկասը այդպիսով կարողանա մրցունակ լինել միջազգային տարանցման ուղիների շրջանակում։ Ես այստեղ կանգառնեմ այս երկու հիմնական բաղադրիչները՝ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը ամբողջ աշխարհի հետ հարաբերություններում եւ տարածաշրջանային քաղաքականությունները կենտրոնում դնելով խաղաղության ճարտարապետության պահպանումը եւ դա զարգացնելը։
Շատ լավ, շնորհակալություն, հաջորդի մենք կխորանանք արդեն դետալների մեջ ըստ ուղղությունների եւ երկրների հետ հարաբերությունների։ Պարոն Սուրենյան, ձեր մասով խնդրեմ կարճ հիմնական ծրագրը, արտաքին քաղաքականության ծրագրերին էությունը, եթե փորձենք կարճ ձևակերպել, ինչ կլինի։ Շնորհակալություն հարցի համար։ Մենք ստեղծված իրավիճակի մասին բացարձակապես այլ կարծիք ունենք։ Տիկին Կարապետյանը շատ գեղեցիկ նկարագրական ասեց, բայց արդյունքների եւ հետևանքների մասով մենք այդ պատկերը չենք տեսնում։ Մենք հավասարակշռության դոկտրինա արտաքին քաղաքականության հիմքում պատկերացնող ուժ ենք, ինչը սա իրենից ենթադրում է բոլոր ազգերում ակտիվ արտաքին քաղաքականություն, սա չի ենթադրում ստրատեգիական կուրսի փոփոխություն, միանգամից ասեմ, սա ենթադրում է, որ մենք չպետք է դառնանք որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ֆորպոստը մյուսի դեմ, ինչը ցավոք սրտի հիմա մենք տեսնում ենք, ինչի պատճառով նոր դաշնակիցներ եւ անվտանգային երաշխիքներ մենք դժբախտաբար չենք ստացել, բայց փլուզվում են գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունները, այն աննախադեպ ճգնաժամը, որ այսօր կա հայ-ռուսական հարաբերություններում, ինչ էլ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը չհավաստիացնեն, ուղղակիորեն հարվածելու է մեր հասարակության բարեկեցությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունությանը։ Ի վերջո խոսքը մի կառավարող կուսակցության մասին է, որը այդ կարգավիճակում է 8 տարի։ Հիմա մենք տեսնում ենք այլընտրանքների հստակ բացակայություն եւ տագնապով սպասում ենք արտահանման էլ ինչ խոչընդոտներ են հարուցվելու եւ չկա ուղղակի այլընտրանքը։ Ռուսաստանը վերցնում է պատժամիջոցների նոր ցանկի մասին հայտարարում, ստեղ դրան որպես հակակշիռ քարոզչական հարթության վրա հռչակվում է օրինակ այդ Կարս Ախրկյալակ երկաթուղու հնարավորություններից օգտվելու հեռանկարը այն պարագայում, որ նույնիսկ Վրաստանը գյուղատնտեսական իր արտադրանքը այդ երկաթուղով չի իրացնում։ Այդտեղ թողունակության շատ լուրջ խնդիր կա։ Վրացական մասում եւ թուրքական մասում տարբեր ստանդարտների խնդիր կա, որը այդքան էլ դյուրին չի դարձնում փոխադրումը։ Եվ սրանք խնդիրներ են, որոնք մեր կարծիքով գործող իշխանությունը ընդհանրապես չի հաշվարկել եւ մենք գտնվում ենք արտաքին քաղաքականության մի հատ տուրբուլենտության մեջ։ Հակասությունները տասնյակ են, կարող եմ թվել։ Այսինքն մենք իսկապես հավասարակշռության դոկտրինի կողմնակից ենք, աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի մեջ չենք տեսնում թշնամի եւ կարծում ենք, որ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ակտիվ արդյունավետ աշխատանքի պարագայում մենք կարող ենք միայն մեր դիվանագիտական կարողությունների, երկրի կարողությունների ամրապնդմանը նպաստել։ Այո, մենք էլ ենք կողմ հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց դեմ ենք, որ որդեգրվի խաղաղություն առանց բայցի կոնցեպցիան, որը ենթադրում է, որ հակառակորդ երկրի բոլոր նախապայմանները պիտի բավարարես, միայն թե խաղաղություն լինի, այդ դեպքում էլ շատ հարաբերական է խաղաղություն, օրինակ Տիկին Կարապետյանը հաստատված խաղաղության մասին է խոսում ամսի 8-ից հետո, օգոստոսի, չէ՞, ճիշտ հասկացա։ Բայց հաստատված խաղաղությունը առաջին հերթին ինստիտուցիոնալ խաղաղություն է ենթադրում, ինստիտուցիոնալ հիմքեր է ենթադրում։ Առանց ինստիտուցիոնալ հիմքերի ուղղակի հնարավոր չի հաստատված խաղաղության մասին խոսել, իսկ ինստիտուցիոնալ հիմքեր բացարձակապես գոյություն չունեն, չկա խաղաղության պայմանագիրը։ Մեր գերիները Պայմանագիրը կա։ դա իմպերատիվ որևէ ուժ չունի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններ ենք օրինակ ունեցել, որոնք ոչ միայն ազդեցություն չունեցան, հիմա արխիվներում են։ Կարող եմ հարցնել Հիմա, սա երկրորդը ունենք ռազմագերիներ, որոնցից իդեպ պարոն Վարդանյանի տարեդարձն այսօր Ռուբեն Վարդանյանի ջերմորեն շնորհավորում եմ եւ ընտանիքին էլ ամբերություն եմ մաղթում։ Եվ վերջապես ունենք Ադրբեջանի հարաճուն պահանջներ։ Սահմանադրության փոփոխության պահանջը ամենօրյա ռեժիմով Բաքվից հնչում է։ Այս պայմաններով խոսել ինստիտուցիոնալ խաղաղության մասին,
Խոսել հաստատված խաղաղության մասին, կներեք, դա ոչ միայն շռայլություն է, այլ իրականության հետ ընդհանրապես ավերժ չի։ Շատ լավ, շնորհակալություն։ Տիկին Կարապետյան, լսեցիք Վարոն Սուրենյանցի նկատառումները։ Հիմա խնդրում եմ անդրադառնալ դրանով, նաև նկատի առնելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում իսկապես Ադրբեջանից դեռ կա շարունակվող պահանջ սահմանադրության փոփոխության մասով եւ այն շեշտադրման, որ եթե սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու, կան Հայաստանի օկուպացված տարածքների խնդիր, ռազմագերիների խնդիր, Արցախում մշակութային ժառանգության վերահսկման հարց եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք ուղղակիորեն խաղաղության կոնցեպցիայի մեջ չեն տեղավորվում։ Եվ նաեւ խնդրում եմ անդրադառնալ, արդյոք ձեր կարծիքով խաղաղության հաստատման համար նախապայմանային նշանակություն ունի արդարությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Դուք ինձ հարցեր ուղեցիք, որոնց պետք է պատասխանեմ եւ այնուհետեւ փորձեմ պարոն ուրեմն Սուրենյանցի ասածին։ Ես կողմի համար եմ իհարկե հարցը։ Որտեւ ես էլ պարոն Սուրենյանցին հարցեր ունեմ, ինչ որ բան։ Վերջում խնդրում եմ հարցը։ Շատ լավ, հիմա փորձեմ երկուսն էլ անել։ Գերիների վերադարձի առնչությամբ մենք ամենօրյա աշխատանք ենք անում եւ շարունակելու ենք այս աշխատանքը անել մինչեւ վերջին հայը Բաքվի բանտից դուրս գա։ Այնինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշակութային ժառանգություն կլինի կամ որևէ այլ հարց Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այսօր չկա եւ չի լինելու։ Սրա շուրջ եւս մենք շատ հստակ ենք, որովհետեւ խաղաղության այն ճարտարապետությունը, որի մասին ես խոսեցի, հիմնվում է մեր երկու երկրների միջազգայինորեն ճանաչված տարածքներից ներս մնալու եւ այդ օրակարգերում սահմանափակվելու, ընդ որում երկուստ է, ինչպես Հայաստանը պետք է իրեն սահմանափակի, որպեսզի պահանջի դիմացինից սահմանափակվել, այդպես էլ Ադրբեջանը, որպեսզի մենք կարողանանք հույս ունենալ, որ չի էսկալացվի իրավիճակը, մենք ոչ թե պետք է հղում կատարենք, ասենք, այ Ադրբեջանը այսպես է ասում, եկեք մենք էլ ուրեմն մեր չլուծված անցյալից արդարության կլինի, պատմական հիշողության կլինի, թե մշակութային ժառանգության հարցեր կլինի, եթե մենք հղում կատարենք, ասենք, դե իրենք չեն դադարեցնում, եկեք մենք էլ բարձրացնենք, սա առանց միջազգային դերակատարների ուշադրությունը գրավելու պարզապես էսկալացիայի ճանապարհ է։ Իսկ եթե մենք հետևենք մեր պայմանավորվածություններին եւ ասենք, որ չենք միջամտում միմյանց ներքին գործերին, այո, տարածքային ամբողջականության շուրջ է հենվում, ապա խաղաղությունը պահպանելու հաստատված առավել մեծ հնարավորություն կա։ Այսինքն պատասխանեցի մշակութային ժառանգության եւ արդարության հարցին, աշխարհում չկա մի խաղաղություն, որը արդարության վրա է հենված եւ այստեղ ես նաեւ ընդդիմախոս չունեմ իմ դիմաց այդ առումով, որովհետեւ միջազգային հարաբերությունների ռեալիզմի այն դպրոց, որը պարոն Սուրենյանցն է դավանում, նույնպես այդպիսի կոնցեպտ չունի, չկա այդպիսի մի խաղաղություն, որը արդարության կամ որևէ արժեբանություն է ներմուծում պետությունների հարաբերությունների մեջ։ Այլ բան, որ մենք տարիներ շարունակ ուզեցել ենք արժեբանորեն, արդարության, պատմական հիշողության վրա հենված խաղաղություն ունենալ եւ այս ձգտումների մեջ համախոհություն միշտ գտել ենք արևմուտքում, վկայակոչել ենք բարձրագույն քաղաքակրթական ձեռքբերումներն ու արժեքները, բայց երբ եկել է տարածաշրջանային իրողությունները հաշվի առնելը, հենվել ենք լրիվ այլ դերակատարների վրա, որոնց հետ այդ լեզվով չենք կարողացել խոսել։ Խոսել ենք շատ ավելի բիրտ ուժի կամ ուժերի հավասարակշռման, այդ միջազգային հարաբերությունների ռեալիզմի դպրոցի ծիրում ենք խոսել։ Այսինքն ստացվել է, որ մեր բաղձանքը, մեր իղձերը եղել են այդ ոլորտից, որոնք մենք չենք կարողացել բավարարենք։ Սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պետք է շարունակվեն եւ Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքի դեօկուպացիան սրա շրջանակներում պետք է տեղի ունենա։ Այդ տարածքները դեռ մի մասը դրանց դեռ 90-ականներից է օկուպացված, օրինակ Արցախաշենը, բայց ոչ միայն, մենք հետեւողականորեն այդ ուղղությունը եւս պետք է շարունակենք։ Հիմա չեմ հիշում մյուս բաղադրիչները, որ ասացիք, բայց մի կարեւոր բան, խաղաղության պայմանագիրը կա։ Այն նախաստորագրված է եւ հրապարակված է եւ եթե շատ կարեւոր բան բաց թողեցի ձեր հարցերից, խնդրում եմ հիշեցրեք, եթե չէ, ապա անցնեմ երկրորդ հատվածին։ Ես հաճախ եմ լսել, որ պարոն Սուրենյանցը ասել է, որ իրենց ծրագրում չկա Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից հեռացում կամ դրանց չկատարում, հրաժարում, շատ լավ։ Միևնույն ժամանակ քիչ առաջ դուք պարոն Սուրենյանց ասեցիք, որ հրապարակված պայմանագիրը չունի իմպերատիվ ուժ։ Անշուշտ պետք է վավերացվի եւ ուժի մեջ մտնի պայմանագիրը, բայց քանի դեռ միջանկյալ փուլում ենք, ես լավ չեմ պատկերացնում եւ խնդրում եմ ձեզ բացատրել, այդ ինչ նկատի ունեք միջազգայինորեն ստանձնված պարտավորություններից չհրաժարում, որովհետեւ դուք այս պատասխանը միշտ տալիս եք, երբ որ ձեզ հարցնում են խաղաղության պայմանագիրը ստորագրելու եք, պարոն Սուրենյանցը պատրաստի այդ պատասխանն է ասում։ Իսկ այսօր ուրեմն ինձ պատասխանելիս ասում է պայմանագիրը չկա
եւ ես ասում եմ այն կա, այն նախաստորագրված եւ հրապարակված է, ինձ հակադարձում է, ասում է այն չունի իմպերատիվ ուժ։ Եվ երկրորդ հարցը, որը ես ունեմ պարոն Սուրենյանցի, ինքը ասում է հավասարակշռման արտաքին քաղաքականություն պետք է Հասարակության դոկտրին, դրանք տարբեր բաներ են։ դոկտրին պետք է որդեգրի կամ, չգիտեմ, վերադառնա այդ դոկտրինին եւ չանի ստրատեգիական կուրսի փոփոխություն։ Խնդրում եմ բացատրեք, կրկին այդ ռեալիզմի դպրոցի ենթադրում եմ շրջանակներում, եթե կա ստրատեգիական կուրս, այդ ստրատեգիական կուրսը Ստրատեգիական կուրսը ես չեմ որ աշխարհակաղակական ավարտեն դուք բանական եք, հարցը կջախջախեք այդ պարագայում։ Եթե ասում եք ստրատեգիական կուրս, ինչ աշխարհակաղակական կենտրոնին ուղղված ստրատեգիական կուրսի մասին է խոսքը եւ հավասարակշռել որ այլ բևեռով, որ այդ երկու ձեր արտաբերած մտքերը, որ երկիրը պետք է ունենա ստրատեգիական կուրս եւ լինելու է հավասարակշռության դոկտրին, մենք հասկանանք ոնց է աշխատելու, ումով ենք հավասարակշռելու, որովհետեւ բալանսավորման այդ դոկտրինը ենթադրում է, որ մի բևեռը մյուսով է հավասարակշռում, բայց դուք ասում եք, որ նաեւ կա ստրատեգիական կուրս, այսինքն մղվում ես դեպի բևեռներից մեկը, ոնց է դա տեղի ունենում։ Ես մի փոքրիկ հարց էլ ավելացնեմ Տիկին Կարապետյանի հարցադրումների վրա։ Տեսեք, մեր տարածաշրջանը աշխարհակաղակական ուժերի բախման գոտի դառնում է հաճախ տարածաշրջանում ընդգրկված տարածաշրջանի պետությունների կամքից անկախ։ Իհարկե, տարածաշրջանային պետությունների ղեկավարությունները կարող են կառավարել, չկառավարել այդ բախումը, դա մեղմացնել, իրենց քայլերով ավելի սրել եւ այլն, սա չի հարցը։ Բայց ակնհայտորեն մեր տարածաշրջանում բախվում են աշխարհակաղակական շահեր։ Մենք գիտենք, որ ներկա միջազգային հարաբերություններում իրական կարևորություն է ստանում լոգիստիկ ճանապարհների խնդիրը, հատկապես ներկա պատերազմական գործողությունների պարագայում։ Հիմա ակնհայտորեն մեր տարածաշրջանում բախվում են երկու տնտեսական, այսպես ասած, մեգա նախագծեր՝ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը եւ արևելք-արևմուտք, իդեմս օրինակ տրանսասիական միջանցքի, որը Եվրոպական միության քաղաքական առաջնահերթություններից մեկն է համաձայն EU Global Gateway հավակնոտ ծրագրի։ Այս համատեքստում դուք ինչպես եք պատկերացնում այս բախման կառավարումը։ Բայց նաև Տիկին Կարապետյանի հարցերին խնդրում եմ անդրադառնալ։ Ես եթե դեմ չեք, միանգամից այնտեղից գամ ձեր հարցը։ Գերիների մասին հարցը։ Հիմա ես չեմ վիճարկելու կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկում, թե չի ձեռնարկում։ Ես արդյունքն եմ տեսնում եւ այդ քայլերը համարում եմ ոչ բավարար։ Ուրեմն միջև վերջին ռազմագերին չկա, հաստատված խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Նայեք, նույնիսկ ամենաթեժ պատերազմական գործողությունների փուլում Ռուսաստանն ու Ուկրաինան, եթե ոչ շաբաթը մեկ, 10 օրը մեկ կամ ամիսը 2 անգամ գերիներ են փոխանակում եւ բնականաբար պատերազմի հետևանքները եթե չի վերանում, իսկ գերիները պատերազմի հետևանք են։ Չի կարող խաղաղության էջը խաղաղություն չեն կարող խաղաղություն հաստատված կամ ինստիտուցիոնալ համարել։ Մյուսը մշակութային ժառանգության խնդիրը կապել սահմանների հետ։ Ես ճիշտ ասած առաջի անգամ եմ դες բան լսել։ Իհարկե շնորհակալ եմ ձեզ, որ Արսեն Թորոսյանի ցինիզմը չունեցաք, Արային հեռուստաընկերությունում հնչեցրած։ Ես մշակութային ժառանգության պաշտպանությունը հատկապես կարևորվում է, երբ որ դու պիտի պաշտպանես մեկ այլ պետության տարածքում քո մշակութային ժառանգությունը, քո պետության ներսում, այսպես թե այնպես, դրանք ներքին օրենսդրական ակտերով պաշտպանված են։ Օրինակ մենք ունենք մշակութային հատուկ օբյեկտներ, որոնք պետության հատուկ հոգացության տակ են եւ անկախ նրանից ինչ իշխանություն կլինի, մի քիչ դժվար է պատկերացնել, որ դրանք ոչնչացվեն եւ այլն։ Սա որևէ կապ չունի այն հանգամանքի հետ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն վիճարկվում է, թե չէ, սա հումանիտար խնդիր է։ Եվ մշակութային ժառանգությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունը բոլոր երկրներում, ոչ միայն Ադրբեջանում գտնվող, բոլոր երկրներում գտնվող մեր ազգային մշակութային ժառանգությունը պաշտպանելը պետք է լինի ցանկացած կառավարության կարևոր առաքելություններից մեկը, դա բացարձակ տարածքային հավակնության հետ կապ չունի, բացարձակ։ Հակառակ պարագայում սա կնմանվի ուծացման քաղաքականության կամ ուրացման մոդելի։ Այդ նույն տրամաբանությամբ մի օր Նիկոլ Փաշինյանը կհայտարարի կասկած չունեն, որ ցեղասպանության խնդիրը, այդ ցեղասպանությունը պետք չի ամեն ապրիլի 24-ին այդ հիշել,
որովհետև դա մեր պետության իրական Հայաստանի տարածքում տեղի չի ունեցել, հետևաբար Հայաստանի Հանրապետությանը չի վերաբերվում։ Որևէ պետություն, որևէ ժողովուրդ առանց ինստիտուցիոնալ հիշողության ապագա չունի։ Դա չի նշանակում, կրկնում եմ, հարևան որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ։ Մյուսը, ես Տիկին Կարապետյանի հետ այս հարցում համաձայն եմ։ Արդարությունը միջազգային հարաբերություններում տեղ չունի, ոչ էլ ի դեպ ժողովրդավարությունը տեղ ունի, որ ձեր սպիկերներից շատերը ասում են, այ մեր ընտրությունը ժողովրդավարական Եվրոպան է։ Ոչ Եվրոպան, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, ոչ Հնդկաստանը արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների հիմքում արդարությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների չեն դնում։ Առաջին հերթին եւ աներկբայորեն անվտանգային եւ նյութական շահերն են։ Հիմա մեր խաղաղության գործընթացը ուժային բալանսի վրա է ձևավորվելու, բնականաբար։ Հենց ստեղ է, որ երաշխավորների ինստիտուտը շատ կարևոր է։ Դուք շատ տեղին հարց եք ինձ տվել, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերություններում այս պահին արկա դիսբալանսը հնարավոր չի դարձնում խաղաղության գործընթաց բառի դասական իմաստով, որտեղ եթե կողմերից մեկը դերևս հնարավորություններ է իր համար տեսնում ինչ-որ բան Հայաստանից կլանելու, ինչին ապտի համաձայնվի խաղաղության պայմանագրի ամբողջացմանը։ Դրա համար եմ ասում խաղաղություն չկա։ Այո, կա նախաստորագրված պայմանագիր, որը իմպերատիվ ուժ կունենա, եթե ստորագրենք։ Եվ ավերացնենք։ Եվ ավերացնենք։ Այդ դեպքում այո, նա կունենա իմպերատիվ ուժ, ի դեպ պատրաստ ենք մենք ստորագրել այդ պայմանագիրը։ Բայց խոչընդոտը Հայաստանի ընդդիմությունը չի։ Խոչընդոտը Իլհամ Ալիևն է, կրկնում եմ, հենց այն պատճառով, որովհետև չկա զսպող եւ վերահսկողության մեխանիզմներ, իսկ դա կարող է լինել միայն միջազգային միջնորդերի, միջազգային երաշխիքների տեսքով։ Իսկ նա կարծում է, որ հենց Հայաստանից կորզելու բան ունի, սահմանադրության փոփոխություն, անկլավներ։ Իդեպ, ինչքան ուզում է մշակութային ժառանգությունից դուք չխոսեք, ինչքան ուզում է արցախցիների իրավունքներից չխոսեք, կա փաստ։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում ամսի 18-ից 19-ը իրենք անցկացնում են վերադարձ խորագրով փառատոն գիտաժողով կարծեմ, որը ովանավորվում է նախագահի աշխատակազմի կողմից։ Այսինքն, եթե անգամ ամենախաղաղասիրական բաները թեզերը դուք շրջանառության մեջ տնեք, դա թշնամու կամ հակառակորդի կամ այն պետության, որի հետ ունենք խնդիրներ, եկեք դες ձևակերպենք։ Ախորժակը չի մեղմում։ Խնդրում եմ ամփոփել։ Ես հասկանում եմ, որ մենք չենք կարող վերադառնալ այն վիճակին, որ կար մինչև 44 օրյա պատերազմը, որտեղ ի վերջո պարտվել ես, ռեալ պոլիտիկա է դա ասում, եւ չես կարող ունենալ այն օրակարգը, որ ունենք մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը։ Բայց չի էլ կարելի առանց բայցերի կոնցեպտին տրվել, որտեղ դա հասցնելու է մեզ նրան, որ Ադրբեջանի խոսույթում Երևանը մշտակապես Երևանը օգտագործվել, որոնք պաշտոնական հաղորդագրություն։ Տիկին Կարապետյան, արձագանքելով պարոն Սուրենյանցին, նաև խնդրում եմ հավելեք, որն է երաշխիքը, որ Ալիևը ի վերջո կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Մենք գիտենք, որ նախաստորագրումը համաձայն միջազգային իրավունքի պայմանագրի ուժի մասին Վիեննայի կոնվենցիայի իմպերատիվ պարտավորություն չի ենթադրում կողմերի համար, դա ընդհանրապես մտադրությունների մասին հայտարարություն է հռչակագրի մակարդակով եւ ինչն է, որ ձեզ վստահեցնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ագրեսիվ խոսույթի պայմաններում եւ շատ բան իսկապես գոնե իմ գնահատմամբ չի փոխվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խոսույթում ի վերջո Ադրբեջանը գնալու է այս համաձայնագրի ստորագրմանը։ Նայեք, մենք ունենք արդեն իսկ հարաբերություններ, որոնք ձեր հարցերը այդ երկրների հետ հարաբերությունները պարզապես գոյություն չունեն, ասենք օրինակ Վրաստանի հետ, վերցնելով օրինակ Սամցխե Ջավախեթի մարզը Վրաստանի, որտեղ հայեր են բնակվում, իրավիճակ է, չէ, որը կա գոյություն ունի, այնտեղ մարդիկ են ապրում, իրենց իրավունքներ ունեն, բայց կան նաև Հայաստան-Վրաստան լավ հարաբերություններ։ Մենք ունենք Իրանի օրինակը, որտեղ կա հայկական
մշակութային ժառանգություն, ավելին բոլորս դպրոցներում սովորել ենք, թե ինչպես է Շահ Աբբասը հայաթափել Արևելյան Հայաստանը եւ այստեղ տևական ժամանակ հայերը փոքրամասնություն են կազմել, այնուհետեւ Թուրքմենչայի պայմանագրով վերադարձրել է մեզ այս ոստեղ հայկական տարի չի ավելանա։ Դե սկզբում թեմայի չչեղվեմ։ Քանի որ ընդհանրապես պարոն Սուրենյանցը ես պատասխանեմ եւ վերադառնամ ձեր հարցերին, այստեղ այդ ռեալիզմի դպրոցի համաձայն Ռուսաստանը օգտագործել է Հայաստանին ընդդեմ Պարսկաստանի, էսա տեղի ունեցել այդ պատերազմների ժամանակ։ Իհարկե մենք ունեցել ենք ազգային ազատագրության տեսիլք եւ իղձ, բայց ըստ ռեալիզմի դպրոցի ռուսական կայսրությունը օգտագործել է Հարավային Կովկասում հայ ժողովրդի ազգային ազատագրական ձգտումները ընդդեմ պարսկական կայսրության եւ այո երկու կայսրությունները հաշտություն են կնքել Թուրքմենչայի պայմանագրով, որը իմիջիայլոց Ռուսաստանի փոխվարչապետը վերջերս մեզ հիշեցնում էր, որ Հայաստան-Իրան խաղաղությունը իրենք են կնքել մեր փոխարեն, ապրենք մենք, որ այդ խաղաղությունը ժառանգել ենք, փայփայել ենք, հասել ենք առ այսօր, եւ այսօր Իրանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանված լինելու երաշխիքը Հայաստան-Իրան լավ հարաբերություններն են։ Այսինքն, եթե մենք իսկապես ոչ թե շահագրգռված ենք աշխարհաքաղաքական մտածումներ ունենալու, այլ զուտ իսկապես մեզ Բաքվի կենտրոնի հայկական եկեղեցու եւ Ղազանչեցոց եկեղեցու ճակատագրերն են հետաքրքրում, մենք պետք է շարունակենք խաղաղության ճարտարապետության ամրապնդումը, որտեղ ամենակարճ ճանապարհը դրան հասնելու դա է։ Նույնը նաեւ գերիների վերադարձը։ Արդյունքներ արդեն իսկ կան, տարբեր փուլերով վերադարձել են մի իրավիճակում, երբ իմիջիայլոց Ադրբեջանի նախագահը բացառում էր նրանց վերադարձը, բայց ստեղծվել են իրավիճակներ, որոնցում այդ քայլերը կատարվել են։ Հիշում եք, գիտեք, ինչ որ մի ընթացք դա իսկապես այդպես էր, երբ առավել էսկալացված էին, բայց ինչ որ մի պահի հիշում եք COP 27 Բաքվում աշանը նախանցած տարի 29 գուցե չեմ հիշում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ միջոցառումը այդ ժամանակ երկկողմ ենք բանակցել գերիների վերադարձի շուրջ այսինքն հնարավոր է նաև առանց ճնշման միջազգային հարևան երկրի հետ հարաբերություններ ունենալ մենք պետք է այդ ուղղությամբ ձգտենք եթե մենք իսկապես մեր ժողովրդին խաղաղություն ենք խոստանում կլինի դա ընդդիմադիրների ասած երաշխավորված խաղաղությունը, որին ես չեմ հավատում եւ որին ռեալիզմի դպրոցն էլ չի հավատում, որտեղ համարում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները միշտ իրար դեմ կռվում են եւ հետեւաբար Հարավային Կովկասը իրենց կռիվների դաշտից մեկն է, այդտեղ չի կարա լինի կոնցեպտուալ իմաստով երաշխավորված խաղաղություն ռեալիզմի դպրոցի ներքո։ Այսպես, բայց ինչ է ուզում ասել Գալով հարցին երաշխիքը որ Ադրբեջանի վերջո կստանա։ Հետևաբար Վրաստանի ու Իրանի հետ մեր խաղաղության երաշխիքը ի՞նչն է։ Մենք պետք է ձգտենք այդպիսի հարաբերություններ ունենալ մեր մյուս երկու հարևանների հետ, բաց սահմաններ, տնտեսական փոխկախվածություն, որտեղ էլի պետք է ուշադիր լինենք, որ անհամաչափություններ չլինեն։ Եվ այսինքն տարբեր բաղադրիչներից բաղկացած մի իրավիճակ, որտեղ այդ երկրների շահերից չի բխում էսկալացնել իրավիճակը փոխադարձաբար։ Դա է խաղաղության հնարավոր բանաձևումը աշխարհում առհասարակ եւ ամփոփելով Պարոն Սուրենյանցին եւս մեկ հարց ունեմ, նախընտրական ձեր ծրագրում Պարոն Սուրենյանց գրված է, որ հետամուտ եք առաջարկում լինել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքին։ Եվ սրա համար միջազգային երաշխիքներ եւ միջազգային ինստիտուտներ, կառույցներ եւ այլն։ Ես կրկին ուզում եմ ձեզ հարց ուղղել, այս նեոլիբերալ, այս լիբերալ աշխարհակարգի բառապաշարը դրվածքը նպատակը ո՞նց է հայտնվել ռեալիզմի դպրոցի անունից հանդես եկող քաղաքական գործչի նախընտրական ծրագրում։ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձը իրավեծական է, որ դա գրվել է ես արդեն աշճանաբար համոզվում եմ։ Դե պարոն Սուրենյան, մի վարքյան պատասխանատվություն հավելեմ հարցը, սրանից 2 ամիս առաջ հանրային հեռուստաընկերության եթերում դուք ասել եք, որ Լեռնային Ղարաբաղ վերադարձը անիրատեսական է եւ շուտով կհրապարակվի ձեր ծրագիրը, որտեղ մենք կկարդանք, որ այդպիսի կետ չկա։ Այսօր ինձ հակադարձելիս ասում եք ուրացում, այդ ո՞նց եղավ։ Ասենք պատասխանում։ Երթով առնվազն քաղաքական adekvatության, բացակայության հետևանք է։ Ես դրան չեմ հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերությունները շփոթել կամ միտումնավոր մանիպուլացնելով համեմատել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Նորագույն շրջանում կրկնում եմ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում մենք կարծես թե այս երկրների հետ որևէ այդ կարգի խնդիր չենք ունեցել։ Եվ Վրաստանում եւ Իրանում սուբյեկտություն ունեցող հայկական տարածք չենք ունեցել։
որ ունենար սուբյեկտություն, ոնց որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզները Ադրբեջանի կազմում։ Եվ Վրաստանի եւ Իրանի իշխանությունները տեղի հայ համայնքներին դուրս մղելու քաղաքականություն չեն իրականացրել։ Սրանք շատ տարբեր իրավիճակներ են։ Ես օրինակ եղել եմ Արադ մարզամշակութային կենտրոնում, Թեհրանում եւ Սպահանում։ Ես եւս։ Բացարձակ այլ վերաբերմունք է, բացարձակ այլ մոտեցումներ ունեն հայ համայնքի նկատմամբ, հենց պետականորեն խրախուսվող եւ այլն եւ այլն։ Ես չեմ կարծում, որ Վրաստանում էլ ժխտողական քաղաքականություն է վարվում հայության հանդեպ եւ Թբիլիսիում ինչ-որ խնդիրներ ծագում են, բայց շատ արագ այդ խնդիրները կարգավորվում են ու միայն հայության հետ կապված խնդիրներ չեն ծագում։ Ու պետությունա տարբեր բաներ կարող են լինել։ Սա մեկ։ Թուրքմենչիայի պայմանագիրը Օվերչուկը այլ կոնտեքստում է օգտագործում, դուք ուշադիր չեք եղել։ Դա չի ասում մեր շնորհիվ եք դուք խաղաղություն, Հայաստան պատերազմի կողմ էլ չի եղել։ Հայաստանը այդ պատերազմի կողմ չի եղել, դա ռուս-իրանական պատերազմ էր, ռուս-պարսկական ավելի շուտ։ Նա ասում է, որ Արաքսով աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ այսօրվա ստատուս քվոյի սահմանն է անցնում։ Այդ կոնտեքստում է օգտագործում Թուրքմենչիայի պայմանագիրը։ Բանալի բառը առայն, որ Մոսկվան եւ Թեհրանը այդ ստատուս քվոյի փոփոխություն թույլ չեն տա։ Խոսքը սրա մասին է։ Արաքսը բնական սահման է ֆիքսվել ձեր հիշատակած կամ Օվերչուկի հիշատակած պայմանագրով։ Եվ Իրանը եւ Ռուսաստան այդ հարցում շատ զգայուն են։ Եվ այդ պետություններին կարելի է հասկանալ։ Դեռ երկրորդ հոդված էր, եթե չեմ սխալվում, կանոնակարգում նոր ստատուս քվոն, Արաքսով անցնող սահմանը եւ այլն եւ այլն։ Հետևաբար Հայաստանի իշխանությունը թե Թեհրանի շատ պաշտոնյաների խոսույթում, օրինակ Վելայեթի հայտարարությունները կարող են վկայակոչել եւ Մոսկվայի շատ սպիկերների ելույթում։ Ընդ որում ռուսաստանցի պաշտոնյաները շատ ավելի մեղմ են արտահայտվում այդ հարցում, օրինակ Թրիփի, քան Իրանից հնչող հայտարարություններն, հա։ Տեսեք դուք օգոստոսի 8-ը խաղաղության գարանտ եք համարում, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է նաև Թրիփը, ճիշտ է, որը թեև անվտանգության երաշխիքներ չի պարունակում իր մեջ որպես փաստաթուղթ, բայց իշխանության սպիկերները դա օգտագործում են որպես կայունության, նաև անվտանգության երաշխիք, տեղել կա մանիպուլյացիա իհարկե։ Թրիփը հիմա այնպիսի մշուշի մեջ է, որ երբևէ չի եղել։ Ես դա ցավով եմ ասում, որտեղ դա անվտանգային վակուումից բոլորս ենք դժել։ Ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման երկու տեսանելի տարբերակներից որևէ մեկի դեպքում Թրիփը կորցնելու է ակտուալությունը։ Այդ ասուլիսներից մեկում ակամայից խոստովանեց անգամ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասեց առաջնահերթություններում այս բային Ամերիկայի չկա։ Որտեվ եթե հանկարծ ենթադրենք երկու հնարավոր տարբերակներ եմ ասում, Միացյալ Նահանգները հաջողացնեն Իսրայելի հետ միասին ագրեսիվ քաղաքականությունը միջև վերջ տանեն եւ Իրանում ռեժիմի կամ սահմանադրական կարգի փոփոխություն լինի, Թրիփը Ամերիկայի համար կկորցնի կենսանունակությունը։ Եթե այսօրվա ստատուս քվոն մնա կամ Իրանը հաջողության հասնի, իսկ այսօրվա ստատուս քվոն ավելի շատ Իրանի օգտին, հա, այդ դեպքում Իրանը չի հանդուրժելու իր սահմանների մոտ Թրիփի շինարարություն։ Դա Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, Արադ Միրզոյանն էլ շատ լավ գիտի, շատ լավ գիտեն այդ մասին։ Շատ հրաշալի եւ այն մյուս հարցը, որ հետեւաբար ստեղել ինչի էս Թրիփը հիշեցի, կրկնում եմ, ես չէի ուզենա որ նման անվտանգային վակուում առաջանա։ Թրիփը ինչի հիշեցի, մեկ էլ տիկին Մարիայի մի հարցի պիտի պատասխանեմ, նոր հարց հնչեցրել։ Դա երկրորդ փուլում։ Ուղղակի ես ինչի էս մասին ասեցի։ Հենց միայն Թրիփի օրինակը հերիք է, որպեսզի հասկանանք, որ հայ-ադրբեջանական լիակատար կայունություն առանց տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական պատկերի չի ձևավորելու։ Դե եթե մի բանի հիմք Թրիփն է համարվում օրինակ, Թրիփը բազմաթիվ մեզանից դուրս գործոններից է կախված։ Ինչ մի նախադասություն եմ ասելու։ Բանը ինչ վերաբերում է արցախցիների, հա,
Ես այս պահին հասել եմ, որ իրատեսական չեմ համարում արցախցիների վերադարձը։ Որ ծրագրում չի լինելու։ Ծրագրում կա, գիտեք, հիմա ես կարող եմ մի փոքր այլ մոտեցում ես հարցում ունենամ, բայց ծրագրում իրավունքի ճանաչման մասին է խոսքը, ոչ թե այս պահին վերադարձի։ Իսկ արցախցիները որպես քաղաքացիներ իրենց գույքի իրավունքի հիշեցնեմ, որ իրավունքի ճանաչումը որպես այդպեսի տեղի ունեցել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի դրա մասին որոշումը, բայց անցնենք առաջ Տիկին Կարապետյան խոսք գնաց թրիփի մասին։ Թրիփ եւ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում։ Կարծես թե մենք գործ ունենք երկու տարբեր կոնցեպտների հետ, եթե ոչ մենք ինչի չենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման գործուն քայլեր թրիփից դուրս։ Այսինքն թրիփը ստեղծության ապաշրջափակում չի ենթադրում։ Ենթադրում է։ Ավարտեք ապաշրջափակում, երբ որ բոլոր կոմունիկացիոն ուղիները բացված կլինեն եւ Ադրբեջանի հետ, եւ Թուրքիայի հետ, եւ սրան անդրադառնալ նաեւ խնդրում եմ ասեք ինչն է այսօր իսկապես խանգարում Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը։ Որտեւ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի Հանրապետությունը առհասարակ բոլոր իշխանությունների դեպքում ունեցել է քաղաքական կամք Թուրքիայի սահմանը բացելու, սահմանը փակել է Թուրքիան եւ չի բացում սահմանը։ Հիմա ի՞նչն է այստեղ բովանդակային բանակցությունը եւ ինչի Թուրքիան շարունակում է փակ պահել սահմանը եւ մենք չենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման միտված քայլեր։ Շատ լավ, բովանդակային բանակցություն չկա, կա պայմանավորվածություն, որ դա պետք է տեղի ունենա եւ մենք ամեն րոպե դրան պատրաստ ենք, երեք ենք դրան պատրաստ, սա իմ պատասխանը ոչ միայն ձեզ, այլ սա Հայաստանի պատասխանն է աշխարհին եւ Հայաստանի ուղերձն է Թուրքիային։ Այսինքն մենք ակնկալում ենք, որ մեր պայմանավորվածությունները կիրագործվեն եւ կբացվի եւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը ամուր պետք է կանգնեն այս դիրքերում։ Նկատի ունեմ, կիսում եմ ձեր հարցադրումը, այո, դա պետք է տեղի ունենա, բայց փակ պահելը թշնամական քաղաքականության դրսևորումը, ագրեսիայի դրսևորումը ինչ է։ Հիմա մենք մեր բարերի ընտրության մեջ ընտրություն ենք կատարում, տանենք իրավիճակը նրա, որ մի օր Հայաստան-Թուրքիա սահմանը այնուամենայնիվ բացվի, թե այդ գնահատականները հնչեցնենք, չէ, ես այդպիսի գնահատական չեմ օգտագործի, որովհետև ես մի քաղաքական գործիչ եմ, որը այս երկրի ճակատագրի համար է պատասխանատու, մի իրավիճակում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը ասում են, որ այդ սահմանի բացմանը կողմ են, հետեւաբար ես պետք է օգտագործեմ խոսույթ, որը դրան կնպաստի։ Այսինքն դա տեղի կունենա, ոչ թե կխափանի դրա տեղի ունենալը։ Հայաստանի ապաշրջափակումը այնքանով, որքանով հնարավոր է այն ենթակառուցվածքներով, որոնք դեռևս մնացել են Հայաստանում, այսինքն նախորդ իշխանությունները չեն քանդել այդ ենթակառուցվածքները, մնացել են։ Այդ դրանց շրջանակներում արդեն իսկ տեղի է ունեցել ապաշրջափակումը։ Ես բացման խոսքում ասեցի, որ նախկինում էլ Հայաստանը երկաթուղային կապ ունեցել է Վրաստանի հետ, բայց ցավոք այդ երկաթուղային կապը քաղաքական պայմանավորվածությունների բացակայության պատճառով մենք չենք կարողացել օգտագործել, որպեսզի կապվենք Ադրբեջանի եւ այնուհետեւ Ռուսաստանի Դաշնության հետ եւ նաեւ այդ պարագայում նաեւ Ղազախստանի եւ բոլորովին վերջերս էլ չենք կարողանում օգտագործել Վրաստանի հետ մեր երկաթուղային կապը, որը այնուհետեւ շարունակվում է դեպի Թուրքիա։ Մեր գործող ենթակառուցվածքը նախկինում գործող Թուրքիայի հետ ոչնչացված է։ Մենք դա պետք է վերականգնենք։ Այսինքն Հայաստանը Նախիջևանին կապող հատվածը պետք է վերականգնենք, Հայաստանը Թուրքիային կապող Կարսի հատվածը պետք է վերականգնենք, թրիփը կառուցենք եւ այդպիսով կկարողանանք նաեւ պահանջել հետեւաբար այդ երկաթուղիների ապաշրջափակումը։ Ճանապարհային իմաստով կրկին գիտեք, հարևաններին մենք առաջարկել ենք, որ գործող ենթակառուցվածքը կարող են օգտագործել եւ պատրաստ ենք պատվելու մեր այդ պայմանավորվածությունը եւ շարունակելու քայլերով առաջ գնալ։ Բայց ես կարծում եմ կարեւոր է նկատենք, որ մենք այստեղ դրական առաջ խաղացում ունենք եւ փորձենք առաջ գնալ այդ ուղղությամբ, ոչ թե խափանել հնարավոր նաև մեծ ապաշրջափակումը, հենվելով նրա վրա, որ այ մենք նեղանում ենք կամ թշնամական ենք համարում այն քայլը, որ դուք մինչև այս պահը չեք բացել սահմանը։ Այսինքն պետք է շարունակենք այս ուղղությամբ հաստատակամորեն գնալ, ոչ թե ինքներս մեզ սաբոտաժի ենթարկենք ու ինքներս մեզ վնասենք, զուտ այն պատճառով, որ գուցե թերահավատ ենք հարևանների մղումների նկատմամբ։ Եվ այստեղ թույլ տվեք անցում կատարեմ իմ ու պարոն Սուրենյանցի բանավեճին, ռեալիզմի դպրոցի գիտնականները իսկապես Հիմա դուք ինձ adekvatության ինչ-որ մի բան ասեցիք, իսկապես չեմ ուզում արձագանքեմ այդպես, բայց ոնց որ այդ գիտնականները կզվարճանային, պարոն Սուրենյան, եթե լսեին, որ Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան խաղաղությունը դուք Հակամարտություն չի եղել որ խաղաղություն։ Շահավազի հայաթափումը ի՞նչ է։ Ասում եմ նորագույն շրջանում։ Բայց ինչու է։ Երբ որ մենք պետություն Բեմին հատեք, նշումներ արեք, պարոն Սուրենյան ջան։ Նշումներ արեք, կհատացեք։ Ես ճշգրիտ լավ հայտարարություն եմ անում, ես ուզում եմ հասկանամ, արդյոք այն օրը, երբ որ Շահ Աբասի հայաթափել է Հայաստանը, թարմ էր եղել։
ինչ որ մի պահի դա եղել է նորագույն շրջան։ Ոնց են հաղթահարել այս երկու ժողովուրդները եւ եկել հասել այս իրավիճակին։ Իրականում դրա պատասխանը հնչեց, դա այնա, որ ռուսական կայսրությունն է մեր փոխարեն պայմանավորվել բասկական կայսրության հետ։ Մենք այդ պատերազմը մասնակցել ենք, խնդրում եմ մի ուրացեք մեր ազգային ազատագրական պայքարը։ Մենք զոհվել ենք այդ պատերազմում, այդ կայսրության, բայց նշումներ արեք, պարոն Սուրենյանց, ինչու եք ինձ ընդհատում։ Ես օրինակ ուզում եի արձագանք, դե ուրեմն լռեք։ Առանց նշումների լռեք եւ լսեք իմ պատասխանը։ Մենք շատ քաղաքական բանավեճ ենք ունեցել, խնդրում եմ շարունակենք նույն ոճով։ Ժամանակն է, չէ՞։ Այո։ Հա, խնդրում եմ ապահովեք լռություն, որպեսզի ես իմ խոսքը ավարտեմ, հետո արձագանքեք կամ չգիտեմ, կշրջանցեք, չեք համարի արժանի արձագանքելու։ Հետևաբար այդ ընտրությունը, որ նորագույն շրջանը դուք եք որոշում որտեղից գից կքաշեք ու կասեք, այն հին շրջանի բարբարոսությունները հայ ժողովրդի նկատմամբ կատարված մենք ընտրում ենք չդարձնել ակտուալ միջպետական հարաբերությունների մաս, բայց այս շրջանի բարբարոսությունները ոչ մի կերպ չենք մտածում, որ կարող է գալ մի օր ռեալիզմի դպրոցի շրջանակներում, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի մենք չենք վերագրի այնպիսի էութենական մղումներ ազգային, որոնք որ չենք վերագրում նաեւ պարսիկներին եւ վրացիներին, այսինքն մտածեն, որ իսկապես բոլոր երկրները հաշվարկ են անում, ոչ թե որոշ ազգեր բարի են, որոշ ազգեր չար են, այլ բոլոր երկրները հաշվարկ են անում։ Ընդ որում սա շատ վառ երևում է նրանից, որ պարոն Սուրենյանցը օրինակ Ռուսաստանի Դաշնության որպես մեծ ազդեցություն ունեցող երկրի քաղաքականությունների նկատմամբ հարգանքով վերաբերվելու դիրքերից է հանդես գալիս, որը ես կիսում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչու այդ ռեալիզմի դպրոցի շրջանակներում նույնը չպետք է Հայաստանը դրսևորի մյուս պետությունների նկատմամբ, եթե ցանկանում է իր այդ ցավոտ պատմության էջը շրջել եւ ցավը չկրկնել, նորից տեղի իր հետ չունենա։ Սա ոչ թե անցյալի իրողությունների ուրացում է, այնպես Շահ Աբբասի Հայաստանը հայաթափելը կամ հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ուրացում չէ, սա նրա մասին է, որ կարող են լինել միջպետական հարաբերություններ, այնպես անցյալի համեմատ մեր ու պարսիկ ժողովրդի պատմությունը ինչ որ մի պահի վերածվել է Իրան-Հայաստան հարաբերությունների, այդպես էլ հնարավոր է ինչ որ մի պահի ապագայում քայլ առ քայլ մենք կարողանանք հասնենք այնպիսի մի իրավիճակի, որ Հայաստանը չունենա անվտանգության այնպիսի սուր ճգնաժամ, որ անհրաժեշտություն էլ ունենա մի ուրիշ երկրի հրավիրել տարածաշրջան իր աշխարհաքաղաքական շահերը մեր միջոցով սպասարկելու։ Ես ներողություն ընդհատման համար պարոն Սուրենյան եւ խնդրում եմ մեր տրված եթերաժամանակը մոտերում է ավարտին 2 րոպեվա շրջանակում ամփոփել, եթե որևէ ուղերձ ունեք հասարակությանը, խնդրում եմ արեք։ Եվ որպես քաղաքական գործիչ ինչ պատասխանատու եմ համարում, որ ձեր քաղաքական առաջնորդի դիլենտանտիզմը միջև մի շատ լավ եմ անում, որ դուք էլ մի հատ ուրիշին եք լռելու կոչ անում, հիմա ուրեմն սա մեկ, երկրորդը նորագույն պատմություն եզրույթը ես չեմ օրինակ, կա պատմագիտական դիսցիպլին, ծանոթացեք, հաջորդ անգամ ինձ մի վերագրեք բան, որ ինձանից շատ ավելի խորիմաստ եւ տաղանդավոր մարդիկ են պարբերականությունը պատմության արել։ Սա երկու։ Երրորդը, ելի եմ կրկնում, դուք շփոթում եք շարունակական ցեղասպանության քաղաքականությունը Հայաստանի եւ Պարսկաստանի կամ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների հետ, որտեղ անշուշտ խնդիրներ ունեն։ Շարունակական ցեղասպան քաղաքականության հետ գործ ունենք։ Շարունակական։ Օրինակ, շրջափակումը թշնամական ակտ է, ինչքան էլ հրաժարվեք դուք այդ բառը օգտագործել։ Ռազմագերի պահելը եւ կտանքների ենթարկելը ամենևին խաղաղության մասին չի։ Ձեր սպիկերը բերանից թռցրել էր Թուրքիայում, բայց արդեն ուշ էր, ասել էր։ Ազգային ժողովի նախագահի մասին եմ ասում։ Եվ ասել էր թուրքերը ինչի սահմանը չեն բացում։ Ասել էր, որտեվ նրանց չի թողում Ադրբեջանը։ Ну, բառացի չեմ մեջբերում, իմաստ եմ ասում։ Ու շատ անկեղծ եւ ազնիվ էր ասել։ Որովհետեւ Ադրբեջանը կարծում է կամ Ադրբեջանի ղեկավարը, որ Հայաստանից դերևս կորզելու բան կա։ Դուք հիմա այնպիսի տպավորություն եք ստեղծում, որ պետական լծակ չունեցող Հայաստանի դիմության խոսույթն է մեղավոր, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Չկա նման բան։ Շնորհակալություն։
Արտակին Կարապետյան, երկու րոպե։ Վերջին հնարավորությունն է խոսելու։ Ես կցանկանայի դիմել մեր ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, մենք հաստատել ենք խաղաղություն Հայաստանի շուրջ օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագրով, նախաստորագրված եւ հրապարակված խաղաղության պայմանագրով, եւ մենք ակնկալում ենք, որպիսի գալիք ընտրություններում դուք այդ խաղաղությանը տեր կանգնեք եւ թույլ չտաք պատերազմի եռագլուխ կուսակցություններին գալ իշխանության եւ քանդել խաղաղության ճարտարապետությունը։ Նրանք առաջարկում են երաշխավորված խաղաղություն, որը ըստ էության խաբեություն է, դա մեր մանուկ ու տամսյա խաղաղությունը երաշխավորների որփանոց հանձնելու փորձ է եւ մենք ապավինում ենք ձեզ, որպիսի դուք տեր կանգնեք խաղաղությանը եւ թույլ չտաք, որպիսի դա տեղի ունենա։ Ես ընդհանրապես ռեպլիկ եմ Չէ, որ պահպանենք։ Որ ինքի մի շրջան ինձնից ավել։ Եթե դուք հիմա ինչ որ բան ասեք, ինքը պետք է արձագանքի։ Ես առհասարակ կարող եմ արձագանքել ամբողջ։ Եթե դուք ռեստитуtion եւ պարտության եւ ավերի կուսակցությանը մերժեք, որպեսզի ստանանք իրար։ Դուք ունեիք այսպիսի հնարավորություն դիմելու ժողովրդին, դուք ձեր ժամանակը վատնեցիք ինձ վիրավորելու եւ իմ քաղաքական ուժը վիրավորելու վրա, վերջում Սիրելի արելակիցներ, ֆելացի։ այսպեսին էր Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մոտեցումները Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային համակարգի եւ արտաքին քաղաքականության շուրջ։ Շնորհակալություն։